բարև ձեզ, շնորհակալ եմ, որ եկաք տաղավար, մի քանի թեմաներ եք առանձնացրել եւ այսպես ձեր հետևում Արեգնաց Մանուկյանի լուսանկարն է, գիտենք, որ դատարանը կառավարեց նրան 2 ամսով, կանայք եւ ոչ միայն իրավապաշտպանները բոլորը բարձրաձայնում են այս խայտարակ իրողությունը, երեխաների մորը, անչափահաս երեխայի, այդ թվում նաեւ մորը, տանում են կալանքը բացառապես պատժամիջոց, ինչի համար կարված կեղծ շինցուգործերով, խնդրեմ այս ամենի հետ կապված ձեր տեսակետը։ Շնորհակալություն հրավերի համար։ Ժողովրդավարության իրական չափանիշը ոչ թե իշխանությանը աջակցողների, այլ ընդդիմախոսների իրավունքների պաշտպանությունն է։ Այսինքն հիմա մենք ականատես ենք լինում դիկտատուրայի, բռնաճնշումների, ուզուրպացիայի մեր երկրում։ Եվ դրա հետ մեկտեղ մենք ականատես ենք լինում, որ միջազգային հանրությունը, այսպես ասած, իշխանությունների սիրած լեզվով ասած, միջազգային հանրությունը լուռ է, տարբեր միջազգային կառույցները, մարդու իրավունքների, կանանց իրավունքների, բոլորը լուռ են եւ լուռ հետևում են, թե ինչպես են Հայաստանում կատարվում բռնաճնշումներ ընդդիմախոսների հանդեպ։ Այսինքն իրենց միակ նպատակը այն է, որ Հայաստանը մտնի այդ գեր տերությունների խաղի մեջ եւ ամեն ինչին իրենք համաձայն են, որ մեր երկիրը փուլ դառնում է Ալիևյան երկիր, Ալիևյան բռնաճնշումների, դիկտատուրայի հաստատման օրակարգի ենք մենք վերածվել մեր երկիրը եւ ինչպես այնտեղ, այնպես էլ այստեղ են, որպեսզի չլինեն Հայաստանում ընդդիմախոսներ, ընդդիմություն, շարժումներ եւ նաեւ Անդրանիկ Թևանյանի, Գագիկ Ծառուկյանի կալանավորումները ցույց են տալի, ապացուցում են մեզ, հանրությանը, ժողովրդին, որ իշխանությունը բացառապես այդ օրակարգով է աշխատում, այդ օրակարգի վրա է հիմնված իրանց ներքին քաղաքականությունը։ Իսկ Առանձնարքի դաշնությունը կնոջ նկատմամբ, այո։ ինչով է պայմանավորված, լավես մարդիկ ինչ որևէ չկա, մեռած է իրենց մեջ։ Դե հենց այդ է, որ իրենք ամեն կերպ փորձում են լռեցնել Մայր Հայաստան շարժմանը, ճնշումներ գործադրել Մայր Հայաստան շարժման այլ անդամների հանդեպ, բայց դրա հետ մեկտեղ Մայր Հայաստան շարժումը կուռ է, թիմը շատ պինդ եւ ամուր շարունակում է իր պայքարը հանրային ոլորտում, գետնի վրա ակցիաներով եւ օրեր առաջ նաեւ գնացինք մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակ, որից ես հույսեր չունեի, նաեւ լրագրողների մոտ մեդիա դաշտին ասացի, որ ես հույս չունեմ իրենցից միջամտություն եւ այդպես էլ եղավ։ Այսինքն երկիրը ուզուրպացված է, մարդու իրավունքները ոտնահարված են։ Եվ այս ամենը տանում է դեպի բացարձակ դիկտատուրայի։ Մենք տեսանք, թե ինչպես Գագիկ Ծառուկյանի հանդեպ իրականացվեց այդ ապօրինությունները, թե ինչպես Բարգավաճ Հայաստան կուսակցության հանդեպ իրականացվեց այդ ձայնագողությունը երկու ընտրատեղամասերում, որտեղ Գագիկ Ծառուկյանը, Բարգավաճ Հայաստանը եւ Մայր Հայաստան կուսակցությունը Անդրանիկ Թևանյանի գլխավորությամբ հավաքել էին շատ մեծ ձայներ, այդտեղի հենց կոնկրետ այդտեղի ընտրատեղամասերում մեր ձայները փոշիացվեցին եւ ընդհանուր առմամբ վերացրեցին այդտեղի ընտրատեղամասերի արդյունքները եւ մենք տեսանք, թե ինչպես նաեւ Սահմանադրական դատարանը դա արտոնեց, այսինքն ամբողջ իրավական համակարգը աշխատում է օրվա իշխանության համար եւ իրենք փորձում են այնպես անել, որ Ալիևին սիրաշահել, այսինքն արևմտյան իրենց տերերին։ Կարելի է եզրակացնել, որ ընտրություններից օրեր առաջ նաեւ Զելենսկին եկավ Հայաստան եւ կարելի է եզրակացնել, որ Զելենսկիի խնդրանքներից մեկը նաեւ իրագործվեց Անդրանիկ Թևանյանին ձերբակալելն էր, քանի որ Անդրանիկ Թևանյանը գնացել էր Դոնբաս եւ այնտեղի հայ համայնքին հումանիտար օգնություն էր տարել Ռուսաստանի միջոցով, Ռուսաստանի սահմանով եւ դա զայրացրել էր Զելենսկիին եւ Զելենսկիի ցանկություններից մեկն էր նաեւ այն, որ բացի հայ-ռուսական հարաբերությունները փչացնելը, նաեւ Անդրանիկ Թևանյանին պատժել եւ դա շարունակաբար է։ Նաեւ դուք տեսաք, թե ինչպես Մայր Հայաստան խմբակցության ավականիների հանդեպ իրականացվեց ավականու նիստում, Ճիշտ է, ԲՀԿ-ի ձայնագողությունը
ազգային ժողով չի անցնելու, բայց կար այսպիսի տեսակետ, երբ օրինակ Էդոն Ավինյանը քերթելուց էր խոսում կաշիները, երբ այդ ծեսկրտուկը տեսակ, դուք օրինակ մի մարդ եք, ճարոց հիմա չգիտեմ կադրերը կերվա թե չէ, ձեր աչքերի տակ դեռևս վնասվածքների հետքերը երևում են, այդ խայտարակությունը նաև նրա համար է, որ տեսեք, ծեծելու ենք, քերթելու ենք, ջարդելու ենք, սա նաև մեսիջ էր ազգային ժողով գնացող ընդդիմությանը, տեսեք ինչեր ենք անելու ձեզ հետ։ Խնդրեմ այս մասով եւ հնարավոր է ձեզ վախեցնեմ, խնդրեմ։ Բոլորս ականատես եղանք ուղիղ եթերում, թե ինչպես ՔՊ-ական ավականին իր խոսույթի մեջ օգտագործեց ազգային ժողով, թե ինչպես են ազգային ժողովում բոքսի տանձեր սարքելու ընդդիմադիր պատգամավորներին, դուք դա լսեցիք, բոքսի տանձ խոսույթը, հանրային սպառնալիքը ապագա պատգամավորների հանդեպ, այսինքն իրենք փորձում էին այնպես անել, որ վախի մթնոլորտ ստեղծել եւ այդ վախի մթնոլորտի ապացույցը իրենք բերեցին միանգամից ավականուն նիստով, որպեսզի ի ցույց անեն ապագա պատգամավորներին։ Եվ մենք տեսանք, թե ինչպես իրենց կողմից սադրվեց այդ կռիվը։ Իրենց կողմից շիշ նետվեց մեր վրա, իրենց կողմից մեր շարժման ղեկավար Անդրանիկ Թևանյանի հասցեին պարսավանք եւ այսպես վատ վիրավորանքներ հնչեցին այդ փոխքաղաքապետի կողմից պետական դավաճան զրպարտանքը հնչեց, քանի որ Անդրանիկ Թևանյանի իրավունքները ոտնահարվեց, անմեղության կանխավարկածը այդտեղ չգործեց, քանի որ դեռ դատական նիստը չի ավարտվել, դատաքննություն չի ավարտվել, 2 ամիս նախնական կալանքը դեռ ուժի մեջ է եւ այդ իրենց կողմից այնպես էր արվում, այնպես էր հրահրվում, որպեսզի մենք ավականները կանգնենք եւ պաշտպանենք ինքս մեզ։ Մեր թասիբին իրենք կպան եւ մենք կանգնեցինք, սկսեցինք ինքնապաշտպանվել, դրանից հետո իրենք սադրանքը շարունակեցին։ Դուք տեսաք, բացի այն, որ իրենք ասացին, ձեզ բոքսի տանձ ենք սարքելու, արդեն իրենք անցան շիշ նետելու մեր վրա, շիշ նետելու եւ հայհոյանքի, շիշ նետելուց հետո նոր մեզ դրթեցին մեր ավականներից մեկը առաջ գնա։ Բացի այդ դուք կտեսնեք, որ տեսանյութերի մեջ, թե ինչպես իրենց ավականներից մեկը մոտեցավ մեզ, կպավ մեզ, այլ վատ խոսքերով, այսպես ասած իրենք փորձում էին մեզ սադրել, հունից հանել, աֆեկտի մեջ գցել, որպեսզի մենք կռվի մեջ մտնենք իրենց հետ, եւ դա առաջի անգամ չի եղել, դա բազմիցս կրկնվել է, եւ այսինքն իրենց մոտ ստացվեց իրենց սադրանքը, իրենք սկսեցին 20 ու պատրաստ էին նիստերի դահլիճից դուրս պատրաստ էին 20-40 հոգի, որպեսզի հարձակվեն մեր վրա։ Իրենք շատ լավ տեսան ինչ է կատարվում, մենք մենակ ենք։ Նույն բանն է, ինչպես օրինակ ասած ասում են շակալների ողմակի ներխուժեցի Գագիկ Ծառուկյանի տուն տեսակ, քանի հոգով որ տապալ են այդ մարդուն, նույն ձևն է դա։ Մեկը ձեր նկատմամբ տեսնում ենք կադրերը, քանի հոգով էին հարձակվել ձեր վրա։ Մոտ 20-ից 40 հոգով հարձակվում էին ամեն մեկիս վրա, մենք ընդամենը 2 հոգով էինք պաշտպանվում եւ դուք տեսաք, թե ինչպես իրենց կողմից օգտագործվում էին նաեւ հայհոյախառն եւ խոսույթները եւ մենք փորձում ենք պաշտպանվել եւ հակազդել եւ այդ պաշտպանվելու հակազդելու ընթացքում մենք հարվածներ էինք ստանում եւ հարվածներ էինք հասցնում ուզած, քանի որ իրենց կողմից դա մտածված էր եւ ոստիկաններին էին նաեւ իրենք մտցրել հասարակական կարգին ոստիկաններին, որ հանկարծ մենք հարվածենք ոստիկաններին եւ գնանք միանգամից կալանքի։ Այսինքն դա մտածված կարելի է ենթադրել, որ դա մտածված, կանխատեսված ինչ որ մի գործողությունների շարք էր, որպեսզի մեզ եւս Մայր Հայաստան խմբակցության ավականուն եւս կալանավորեն։ Այսինքն բերեն այն վարկածը, որ ոստիկանության օրինական պահանջ այս կոմանկում եւ մեզ եւս կալանավորեն, բայց իրենք տեսնում են, որ մենք ոստիկանների հանդեպ չեզոք ենք մեզ պահում եւ դա իրենց այդ սադրանքը էլ ավելի էր ավելանում մեր հանդեպ։ Իսկ այսինքն չհաջողեց ձեզ վախեցնել։
Այո, մենք պաշտպանվել ենք, հակազդել ենք, այնպես չի, որ իրենք մեզ նեղել, իրենք մեզ ծեծել են ենթարկել, ոչ, մենք պաշտպանվել ենք, մենք հակազդել ենք, մենք մեր թասիբը պահել ենք հանրային հարթակում, պատասխանել ենք, եւ դա իրենց ավելի է զայրացնում, որ մենք պաշտպանվում ենք եւ պատասխանում ենք, ասում ենք դուք զրպարտում եք, դուք հանրային հարթակում իրավունք չունեք նման խոսույթով, ձեր գործառույթը այն է, որ Երևանի ավականու գործառույթը այն է, որ Երևանի խնդիրներով խոսել։ Մենք ասում ենք ախպեր, մենք հերթագրվել ենք, որ մենք խոսանք, մենք մեր խնդիրները բարձրաձայնենք, քաղաքի խնդիրները բարձրաձայնենք։ Օրական հարյուրավոր քաղաքացիներ մեզ դիմում են տարբեր խնդիրներով՝ փողոցների, կոյուղագծերի, տանիքների, շքամուտքերի, բազում խնդիրներ կա, այգիներ, ավտոտնակներ քաղաքում, եւ դա դուք չեք իրականացնում, դուք դրել եք ավականու նիստը վերածում եք քաղաքական ինչ-որ ծեծկրտուկի, քաղաքական պարսավանքի եք ենթարկում ավականիներին, ընդդիմադիրներին, եւ դա ձեր մոտ չի հաջողվելու, հաջորդ նիստին մենք նույնպես գալու ենք եւ ձեր անգործությունը ի ցույց ենք անելու ամբողջ քաղաքին, մեր հանրությանը, որպեսզի հաջորդ անգամ չսխալվեն եւ ճիշտ ընտրություն կատարեն։ Եվ գալով նորից Գագիկ Ծառուկյանի դեմ իրականացվող այս խայտարակությանը, հիմա Ծառուկյանին պատկանող բոլոր ընկերությունները կապարակնքված են մեծամասամբ, միայն Արարատն են նեղացել, եւ բողոքի ակցիաներ են ի աջակցություն եւ պարոն Ծառուկյանի եւ այս մարդիկ իրենց աշխատանքային իրավունքի համար են պայքարում ու սրա զուգահեռ մենք տեսանք այդ առանձնակի դաշնությունը կենդանիների նկատմամբ, ըստ էության գողացել են այս մարդու կենդանիներին, սովի էին մատնել մի քանի օր, առյուծի սատկացրեցին եւ ասում են պետք է պատասխան տա այս իշխանությունը իրենց Փաշինյանի այս կենդանիների եւ գողության համար եւ չեն խոսում սատկացնելու համար։ Խնդրեմ։ Տեսեք, կենդանիների պաշտպանության տարբեր միջազգային կոմիտեներ կան, որոնք նաեւ լուռ են եւ այնտեղ պահպանվում էին բացառապես վերացող կենդանիներ, սպիտակ վագրեր, սպիտակ առյուծներ եւ հենց սպիտակ առյուծներից մեկը ենթարկվեց այդ անկմանը եւ մենք այս անգամ եւս կարող ենք միջազգային քաղաքական իրենց այդ օրակարգը բերել մեջտեղ, որ իրենք համաձայն են ամեն ինչին, որպեսզի Հայաստանում ընդդիմադիրներ չլինեն, անգամ իրենք համաձայն են վերացող առյուծներին, վագրերին սատկացնել այս վատը հնչում, սատկացնել օրվա իշխանությունը, սատկացնել այդ կենդանիներին, այնքան որ ճնշեն քաղաքական գործիչներին, քաղաքական ղեկավարներին։ Դա շատ դատապարտելի արարք է եւ բացի այդ ես ուզում եմ ասել, որ դուք անգամ կարող եք նայել տարբեր ալիքներ կենդանիների վերաբերյալ, որ գազաններին տեղափոխում են հատուկ վանդակներով ողջ վիճակում, այսինքն մի վանդակից տեղափոխում են մեկ այլ վանդակ, կենդանին իր քայլով է մտնում, իր ոտքով է մտնում մեկ այլ վանդակ, այսինքն չեն քնեցնում, կենդանիներին քնեցնելուց առաջ պետք է անալիզների ենթարկեն, փորձաքննության, բժշկական տարբեր փորձաքննությունների նոր այդ ստանան, նոր այդ համապատասխան տեղեկանքները նոր քնեցնեն կենդանիներին, քան որ ամեն մի կենդանի չի ենթակա։ Օրինակ բերեմ եթերում, որ ես իմ շունը, իմ կողմից շատ սիրելի դոբերման ունեմ, խնդիր ուներ եւ մի քիչ վիրավորվել էր ականջից, ես տարա բժշկի մոտ, ինքը ասաց, որ պետք է քննեցնենք, որպեսզի կարողանամ վիրահատեմ, միջամտության ենթարկեմ, ասաց, բայց ինձ ստորագրել տվեց, եթե հանկարծ քնից չզարթնի, ես եմ պատահ, ես բողոք չեմ ներկայացնի, հասկանում եք, ու անալիզ վերցրեց, անգամ եւ ինքը անգամ նախապես արյան անալիզ վերցրեց, քսուկ վերցրեց, ես կես ժամ սպասել եմ, դրանից հետո ինքը ասաց, այո, ենթակա է, հնարավոր է իրեն քնեցնել 1 ժամով եւ հետո կզարթնի, բայց եթե չզարթնի, ես բողոք չպետք է ներկայացնեմ։ Այո։ Այո, իսկ այս դեպքում սա ապօրինի գործողություններ էր Գագիկ Ծառուկյանի կենդանիների հանդեպ, քան որ այդ կենդանիները ապօրինի չէին, ձեռք բերված էին օրինական ճանապարհներով, սա հերթական ապօրինի գործողություններն էր ընդդիմության հանդեպ։ Եվ բացի այդ մենք բոլորս ականատես ենք լինում ինչ է կատարվում, բացի քաղ բանտարկյալ լինելուց զատ
Գագիկ Ծառուկյանը, Անդրանիկ Թևանյանը, հիմա Արեքնազ Մանուկյանը, իրենք նաև քաղ հալածյալ են, քանի որ ամբողջ մեդիա դաշտով, իրենց Facebook-ով, իրենք փորձում են զրպարտել եւ վարկաբեկել իրենց ֆեյքերով նաև 5000-ից ավել հաշվել ենք ֆեյքեր ունեն, որոնք վարկաբեկում են մեր քաղաքաբանտարկյալներին։ Իրենք այնպեսի մթնոլորտ են փորձում ստեղծել ժողովրդի մոտ, որպեսզի իրենց անվան հետ են խաղում, իրենց վարկանիշը գցեն։ Հասկանում եք, ու բոլորը մտնում նայում ենք այդ էջերը, տեսնում ենք բոլորը fake էջեր են, սարքած էջեր են, եւ իրենք դրանով նաեւ սարքում են մեր քաղաքաբանտարկյալների նաեւ քաղհալածյալներ։ Եվ դա դատապարտելի է, մարդու իրավունքների ոտնահարում է դա, բացառապես Հայաստանում տիրում է, կարելի է ենթադրել, Հայաստանում տիրում է դիկտատուրա։ Եթե չէ, դա արդեն փաստ է։ Այո։ Եթե երկրի ղեկավարը ասում է, որ սատկացնել եմ, կզզնել Այո։ եմ։ Դա այդ խոսույթ այդ Երևանի քաղաքապետը քերթելու ենք ձեզ, էս ենք անելու, սա արդեն դիկտատուրան ոնց է։ Այդ խոսում եք քաղաքացիներից, այս մարդիկ խոշտանգում են ըստ էության նաև բանտերում։ Ինչ պայմաններ են, մենք բոլորս ծանոթ ենք, գիտենք, ահազանգերը լսել ենք, թե Հայաստանի բանտերում ինչ սարսափելի պայմաններ են։ Եվ պարոն Տերեսյան, մենք նաև այս ամենի զուգահեռ տեսնում ենք, որ ըստ էության այս իշխանությունները նաև որևէ կանգ չունեն ադրբեջանական պահանջների վերաբերյալ, եւ սրան է զուգահեռ տեսնում ենք Ռուսաստանի հետ հարաբերությունները ինչ կատաստրոֆիկ վիճակի են։ Իմիջիայլոց որպես մարդ, որը նաև շփվում է ժողովրդի հետ եւ խնդիրները ոչ միայն քաղաքային խնդիրներին է ծանոթանում, մենք այսօր գործընկերներից մեկը իրականում եմգրել է, որ ծաղկավաճառներին են սպառնում, որ եթե համարձակվեն իրենք բարձրաձայնել, որ ջերմոցատերերը էլի, որ խնդիր ունեն արտահանման եւ ծաղիկը փչանում է, ապա կբախվեն ըստ տերորի կենթարկվեն ըստ էության։ Խնդրեմ նաև այս մասով ձեր տեսակետը հուսակաշուկավոր փակ է եւ իրենք այսպես փորձում են իմիտացիա։ Բոլորիս հայտնի է, որ Հայաստանում արտադրվող բոլոր տեսակի ապրանքները, գյուղմթերքից սկսած, ծաղիկներ, շինանյութ, բոլորը արտահանվում են Ռուսաստան, բացառապես ռուսական շուկա, բելարուսական շուկա, ԵԱՏՄ-ի շուկա։ Այսինքն մեր գործարարները, մեր ջերմոցատերերը, տարբեր մեր գործարարներ, իրենք բացառապես աշխատում են ԵԱՏՄ-ի շուկայի վրա։ Հիմա եթե ԵԱՏՄ-ի շուկային փչացնում են հարաբերությունները, մեր գործարարները մնում են ձեռնունայն, եզրին են, բանկրոտի եզրին են, այսինքն իրենք այլ շուկա չունեն։ Այդ երբ օրեր առաջ մենք ականատես եղանք, թե ինչպես է վարչապետը ասում, որ զբոսաշրջիկը կգա մեկ հատ ծիրան կուտի, այսինքն այդ ծիրանը կնշանակի արտահանում, դա ընդհանրապես ծիծաղելի է, քանի որ մեկ ծիրանով կամ 10 կիլո ծիրանով չի ամբողջ երկրի արտահանման խնդիրը լուծվում, եւ մեր արտադրանքը Հայաստանի Հանրապետության արտադրանքը ենթակա չէ եվրոպական շուկայում իրացնելու, կամ որ եվրոպական շուկայի ստանդարտները իրենց ժողովրդի մենտալիտետը, ովքեր եղել են Գերմանիայում, Իսպանիայում, Իտալիայում, իրենք կհասկանան, որ իրենց ժողովրդի սպառողական մենտալիտետը չի համապատասխանում Հայաստանի Հանրապետության արտադրանքին։ Դա թողենք պետական գործողությունները, թե կարտոնը Եվրոպան, թե ինչ, մեր ապրանքը չի վաճառվի այնտեղ, թե կոնյակը, թե գինին։ Ֆրանսիացիները բացառապես իրենք այնպեսի ազգայնամոլ բնավորություն ունեն կոնյակի գինու հանդեպ։ Իրենք օտար կոնյակ գինի չեն գնի, չեն առնի օգտագործեն։ Իրենք սիրում են իրենց արտադրանքը։ Նույնն են գերմանացիները։ Անկամ օրինակ Իսպանիայում, չէ՞, Իսպանիայում մեկ այլ մարզի արտադրած գինին այս մյուս մարզը չի օգտագործում։ Իրենք այդպես էլուր մնաց Հայաստանի գինին գնաց կարողանաս Իսպանիայում վաճառես։ Իրենց ազգային մտածելակերպի մեջ հիմնված է, որ տեղական արտադրանքը սպառեն։ Իրենք երբեք չեն սպառի այլ երկրի, այն էլ իրենց ասած, իրենք մեզ բոլորիդ հայտնի է, իրենք մեզ կոչում են Tercer Mundo, այդ Լատինական Ամերիկայի, Իսպանիայի խոսույթի մեջ ասեմ, երրորդ երկիր։ Իրենք կյանքում իրենց մենտալիտետի երրորդ երկրի արտադրանքը չեն գնի, չի մտնի ինքը խանութ, սուպերմարկետ գնի դա։
Քանի որ իրենք չունեն այդ մտածողությունը, այդ հասկացողությունը։ Դրա համար երբեք չի, անգամ եթե միջազգային պայմանագրեր կնքվի, լոգիստիկան ապահովի, ել չասեմ, որ լոգիստիկան այնքան հեռու է, այնքան ծախսատար է, որ մեր ապրանքները մինչև հասնեն այնտեղ շատ կթանկանա, ել չասենք այդ թանկացման այդ մրցակցության գնային մրցակցությունը ել չասեմ, այդ մաքսայինը նաև այնքան հարկերը մաքսային կշատանա, որ մեր մրցունակ չի լինի մեր արտադրանքը իրենց տեղական արտադրանքին, քան որ իրենք էլ ունեն խնդիր իրացման։ Էլ դա էլ ասենք, էլ մնացած իրանց այդ մենտալիտետն էլ մեջտեղ բերենք, բացառվում է, որ մեր տեղական արտադրանքը Եվրոմիության երկրներում սպառվի։ Միակ սպառող երկիրը դա մեծ Ռուսաստանն է եւ Բելարուսիան, մի քիչ էլ Ղազախստանը, որ մեր ապրանքները այնտեղ կսպառվեն։ Մնացածը մեր արտադրողներն էլ դա շատ լավ գիտեն, թե հիմա բռնաճնշումներ են իրագործվում իրենց հանդեպ, դա պարզ է, որ իրենք չեն ուզում, որպեսզի հանրային այդպեսի մեծ բան ալիք բարձրանա օրվա իշխանության հանդեպ, բայց հենց այդ մենք եկանք այն մտքին, որ միջազգային հանրության այդ ճնշումները հակառուսական, ԵԱՏՄ-ից դուրս գալու, Ռուսաստանի հետ հարաբերությունները փչացնելու, հետագայում 102 բազաները հանելու եւ Հայաստանը մտցնելու թուրքական գոտի, թուրքական առևտրի գոտի, սահմանները բացեն, ինչու ոչ հնարավոր է նաեւ վիզաների ազատականացում լինի Եվրոպայի Շենգեն վիզայի, դա եւս լինելու է այն ծրագրի շուրջ, մեծ գլոբալ ծրագրի շուրջ, որպեսզի Հայաստանի ժողովուրդը, հայ ժողովրդի մի մեծ զանգված նաև դուրս գա երկրից մշտական, որպեսզի այդ մեծ ալիք չլինի Հայաստանում ընդդիմադիրներ, ովքեր սենց զզվեն, թողեն, ներվեն, անգամ իրենց ընտրողների մի մեծ մաս 18 թվականից մինչև այսօր թողել գնացել են, որպեսզի այդ ալիքը գնա Եվրոպաները, Հայաստանում ապրող բնակչությունը քչանա եւ միևնույն ժամանակ Հայաստան գալիս են փաստը, տեսնում ենք Հայաստան գալիս են օտարերկրացիներ, ինչպես 300,000 ադրբեջանցիների գալը արդեն շատ բազմիցս եթերներով խոսվել է, կրկնեմ, դա պետք է միշտ կրկնենք, քանի որ դա օրինաչափություն է, ինչպես տարբեր երկրներում է, այնպես էլ Հայաստանում իրենք գալու են, իրենց համար դա ստրատեգիական է, գալու են նախնական սահմանամերձ գյուղերը գնեն, հողեր գնեն, կամանց առաջ գան Երևանի։ Երևանի բնակչությունը դա նախնական չի տեսնի, քանի որ այդ գնված հողերը կլինեն տարբեր մարդկանց անուններով, տարբեր անձնագրերով, պարտադիր չի ադրբեջանական անձնագրեր, կարող են լինել արաբական անձնագրերով, թուրքական անձնագրերով, կամանց իրանք առաջ են գալու եւ մի օր տեսնելու ենք, որ Հայաստանի Հանրապետությունում ավելի քիչ հայ է ապրում, քան օտարազգի ադրբեջանցիներ։ Այսինքն մեծ ծրագիրը իրականացման փուլի մեջ է։ Մենք որ ասում ենք Պանթուրան, ասում ենք այդ անունը դրեցին թրիպի միջանցքի տալ, այդ ամեն ինչը մեծ ծրագրերի հերթական շարունակությունն է, որ կամանց հայաթափվի Հայաստանը։ Դա կարելի է այս փուլի մեջ ենթադրել, որ այդ ծրագիրը իրականացման փուլում կամանց շարունակվում է։ Դրա համար էլ Եվրոմիությունը, եվրոպական արևմտյան կառույցները դա հանդուրժում են հանուն ինչի, հանուն Ադրբեջանի նավթի, հանուն Ադրբեջանի բենզինի, հանուն նրա, որպեսզի իրենց մոտ տնտեսությունը չփլուզվի, բայց իրենց չի հետաքրքրում ընդհանրապես Հայաստանի ժողովրդի հերթական գալիք մոտալուտ, հետագա ցեղասպանության եւ հետագա տարածքներից հեռացման այդ գործընթացին, այդ ինչպես կատարվեց Արցախում, ինչպես Արցախի ժողովուրդը իրենց պատմական հայրենիքից անջատվեցին, բռնի ուժով տեղահանվեցին, այս անգամ հնարավոր է բռնի ուժ չլինի, բայց փափուկ ուժի գործադրում լինի, այսպես ասած սպիտակ եղեռնի։ Արցախցիները այո ունեն մեզ հարկադրաբար ճանապարհները բացել են, ասեմ, ինչ էին անում արցախցիների գլխին, չէ՞, տեսամ 60-ից ավել մարդ ճանապարհին մահացել է։ Այո։ Դա աղետ է։
Դա նույնը, ինչպես նշեցի, ճանապարհները կբացեն թե Թուրքիայի, թե Եվրոպայի, կասեն գնացեք տարբեր երկրներ, բաց է երկիրը, բաց է ճանապարհները, կարող եք գնալ։ Էթնիկ զտումը ապահովեն իրանք, հանգիստ կապահովեն եւ կարող են նաեւ ուղիղ եթերներ միացրած հայ ժողովուրդը գնան, կարող են նաեւ վատ խոսքեր ասելով գնան, դա իրենց ընդհանրապես չի հետաքրքրելու, բայց մեծ արտագաղթ է լինելու Հայաստանում, եթե այսպես շարունակվի։ Շնորհակալություն։ Ձեզ նույնպես։